Второй прошел в Арзни 3 июля, и сейчас 7 августа проходит у нас третий семинар на тему немедикаментозные методы лечения и профилактика заболеваний и долголетия. Значит, вместе с тем, как бы здесь собрание и технологической академии, и будет, значит, торжественное вручение диплома. Сейчас слово для открытия имеет Кандарян Карен Александрович. Пожалуйста. Да. Я приветствую очередное собрание нашей академии. Хочу отметить, что это очень положительное явление. Большой активности руководства президента. Որտեղ չունի ադաչա։ Ապահարում չունի։ Դա բոլորովին նոր սիստեմի զենք է, աշխարհում այսպիսի զենքեր չկան։ Սա չի թրում գնդակները եւ շատ էֆեկտիվ է ծախսում գնդակները։ Բոլորը կպչում են իրենց նպատակին, որովհետեւ այս բոլոր սիստեման հողի առանցքի ուղղության վրա է գտնվում։ Այսինքն կենտրոնից շեղված ոչ մի մաս չունի, որ չափահարի տարբեր կողմերի վրա։ Այս զենքը արագ արձագանքման զենք է, այսինքն թշնամուն կարելի է շատ վայրկյանական պատասխան տալ։ Այդ անցյալ տարի ձմեռը հիշում եք Դաղստանում, որ 9 պագրանիչնիկների խփեցին բանդիտները ձմեռը, եւ ոչ մեկը չկարողացավ պատասխան տալ։ Ինչի համար։ Որտեւ Կալաշնիկովի ավտոմատը մինչեւ предохранитель անում է դնում է ավտոմատически, то есть գրակահերթի վրա, դա պիտի մեջտեղում զգուշորեն դնես, այդ ժամանակ արդեն բոլորին ոչնչացնում, որտեղ տեղատարապ կրակ են թափում։ Այն որ ասում շկվալն է, այդպես։ Իսկ այստեղ այդ բոլորը այ մատի տակ է գտնվում։ Տեսեք, այսպես փակ է եւ այսպես էլ է փակ։ Բավական ասած բաց անի եւ արդեն կարող է կրակ բաց անել, անմիջապես։ Մոտ ժամանակ, եթե կրակում են մի տեղից, մոտավորապես 5 քանի մետր է տարածությունը, աչքերը փակ կարող է դիստանցիան դնել այստեղ, օպտիկայով։ Այստեղ կարող է դիստանցիան դնել։ Աչքերը փակ, լրիվ сумерка, полной темноте, потому что сам прицел двигается. Եթե սալդատը սխալվի հակառակ պտտի, հակառակ կողմում նույն թվերը կրկնվում են։ Այստեղ սխալվելու տեղ չկա։ Մենազարկ եւ կրակահերթ տալու համար զքանը երկու դիրք ունի։ Էլ չես переводчик չունի, ավտոմատով փոխում է բոլորը։ Զքանը ստեղում ես միջև վերջ կրակահերթը տալիս։ Եթե ուզում ես մենազարկ, այսինքն одиночный огонь, թերու տարածության վրա դա հանգիստ նշան է բռնում օպտիկայով, որ միջև կեսն է քաշում։ Մի կնդակ է արձակվում, դա հետո կարող ես թողնել հերին մեկական այսպես։ Իսկ եթե շարունակես, արդեն կգնա ավտոմատ կրակահերթ։ Ներողություն կարելի պատրոնները 545։ Այս զենքի ամբողջ այս դառնոց սպուսկավոր մեխանիզմը, այսինքն այս սիստեման բաղկացած է 5 մասից։ Կալաշնիկովի միայն զքանը բաղկացած հեշտ պատրաստվելու համար եւ երևի բավականին թեթև քան Կալաշնիկովի։ Նույն քաշին է, բայց դեռ թեթևան է, որտեղ առաջի ապրաբեցն։ Ապրաբացիան անցել է։ Այս բոլոր անցել է։ Անի պատրոնն է պահում։ 30 եւ 45։ Սա հեշտությամբ փողը հանվում է, դրվում է նատոյի փող եւ անցնում է նատոյի փամփուշտը։ Այդ փամփուշտը դադարան կոտրվում է, դադարալը։ Հա, այդ վերցումա իրար վրա։ Ես սա գնդակի արագություն ավելի մեծ է, քան Կալաշնիկովի բոլոր տեսակները։ Այն երկար փողովներ, կարճներ, սա փողերը փոխվում են, կարճնադրվում մոմոնական զորքերի համար, նատոյի զորքերի համար։ Այնպես որ եթե ասենք ձերքներ են գալ փամփուշտ նատոյի, կարող են փողը փոխել, դնել նատոյի փամփուշտները կրել։ Հետո շատ կոմպակտ է, շատ էտա դուրգան։ Բաժներով, հա, կոմպակտն է եւ շատ հանգիստ կոմպակտն է եւ Ես լավ կոնստրուկտոր եմ, ես լավ գդագրող եմ։
նկարել գիտեմ։ Ես այդ բոլորը պատրաստում եմ իմ ձեռքով։ Ես մասնագետ եմ եւ ես խոշոր մասնագետ եմ։ Գովաչում եմ այդպես։ Ես օպտիկայի համար առանձին պատենտ եմ ստացել։ Կրանշտեյնը, այդ կրանշտեյնը շատ կարդ է, ես շատ տարդականացել եմ, շատ Արտաշամարից չեն առաջարկում վաճառել։ երբ որ հայկական բանակ ամսագրում տպեց, խմբագիր ասեց մենք բաժանելու ենք բոլոր դեսպանատներին, ՆԱՏՕ-ի գրասենյակին եւ ասեց ամերիկացիք հաճախ առաջարկում են չեք վաճառի, ասում դու իրավունք ունես վաճառելու, ասում բայց ես հայրենիքի համար եմ պատրաստել սա ասեցի։ Կարելի է բռնել տանը։ Իհարկե, վերցրեք։ Որովհետև այն մյուս հիներից չէ։ Ես ասեմ դες տեսքից բավական մինատյուր է։ Նոր նրանք ձեռքերը բարձրացրին, հիմա այդ գյուտը հանդիսանում է Հայաստանի սեփականությունը, ճիշտ է հեղինակը ես եմ, բայց այնպես են գալու, որ սա լինի Հայաստան։ Մաքս 2005-ին ես Հայաստանի նվաճում